Բարև ձեզ։ Այսօր տեսակապով կզրուցեմ սփյուռքագետ, հասարակաբան, հայկական ինստիտուցիոնալ ծրագրային ղեկավար եւ գործադիր Հրաչ Չիլինգիրյանի հետ։ Պարոն Չիլինգիրյան, շնորհակալ եմ, որ միացել եք մեզ։ Շնորհակալություն հրավերին համար։ Պարոն Չիլինգիրյան, վերջերս ձեր հոդվածներն էի կարդում եւ նկատեցի, որ ավելի սկսել եք ուշադրություն դարձնել եւ գրել, ուսումնասիրել հայկական սփյուռքի դասական կառույցների մասին եւ դրանց ղեկավարության մասին։ Նախ փորձենք հասկանալ, թե վերջին տարիներին ընդհանուր առմամբ որքանով են փոխվել ընկալումները սփյուռքի մասին եւ ինչ փոփոխություններ եք նկատել Սփյուռքում։ Շատ կարևոր հարց է։ Գիտեք, այս վերջին 30 տարվա ընթացքին ասենք հատկապես Հայաստանի անկախացումեն հետո արիթ եղած, որ նաև ուսումնասիրենք կամ նայենք, որ սփյուռքի կառույցները ինչ վիճակի մեջ են, ինչ խնդիրներ ունեն եւ այլն։ Եվ որովհետեւ այս անցող տասնամյակներուն Հայաստանի մեջ կային հարադապ խնդիրներ, դակավին կան անշուշտ հարադապ խնդիրներ, ծևովը սփյուռքի բոլոր գետրոնացումը դեպի Հայաստան էր, ամեն իմաստով, թե ասենք իր ներգրավվածությամբ, թե օգնությամբ եւ այլն եւ այլն։ Եվ այսօր կտեսնենք, որ թերևս ժամանակն է, որ նաեւ մենք նայենք սփյուռքյան կառույցներու առողջության մասին, որքան առողջ են, ինչ խնդիրներ ունեն, ինչպիսի փոփոխություններ պետք է կատարվին, որպեսզի անոնք մնան կենսունակ եւ ծառայեն իրենց նպատակներուն։ Եվ ինչ եք կարծում, ինչ մեթոդներ պետք է կիրառվեն, արդյոք կարծում եք, որ կան ժամանակակից մեթոդներ եւ լուծումներ, որ կարող են ավելի կենսունակ դարձնել այդ կառույցները, եւ հիմնականում ինչ խնդիրներ եք նկատել, ինչու ոչ կենսունակ են այդ կառույցները։ Առաջին հերթին նախ գուզեմ դերևս փորձենք հստակեցումը բերել կամ ավելի սահմանումի խնդիր կա, որ երբ որ սփյուռք գսենք ինչ նկատի ունենք, ընդհանրապես թե Հայաստան եւ թե սփյուռքի մեջ խոսենք ընդհանուր եզրերով, որ գսենք սփյուռքը այսպես կամ այնպես սփյուռքը պետք է Հայաստանի օգնի, բայց վերջո գործնական կետնի վրա ինչ նկատի ունենք, ինչպես կսահմանենք սփյուռքը։ Եվ երբ որ այսօր սփյուռք գսենք, պետք է անպայմանորեն նաեւ խոսենք սփյուռքյան կառույցներու մասին, գազագերբություններու մասին, որտեղ վերջո այդ կառույցներն են, որ գազագերբ համայնքներ կբահեն, կարևորություն ունեն համայնքային կյանքի մեջ, կենսունակ բահելու եւ այլն։ Ուրեմն, երբ որ սփյուռք գսենք, պետք է նաեւ ավելի հասցեական խոսենք, որ ինչի մասին է, որու մասին է մեր խոսքը։ Եվ այստեղ գուզեմ ընդհանուր առմամբ, երբ որ այս կոնտեքստի մեջ խոսենք սփյուռքի մասին, պետք է ընդգծենք, որ գոնե իմ տեսանկյունից սփյուռքը դասական սփյուռքը ճագերդյալ ունի 7 հիմնական անտարածքային գազագերբություններ։ Այսինքն ունենք եկեղեցիները արաքելական, հայ կաթողիկե եւ հայ փոխական եկեղեցին 3 գազագերբություններ, հետո ունենք գուսակցությունները 3 հայկական գուսակցությունները եւ ունենք հայկական բարեգործական ընդհանուր միությունը։ Եվ ուրեմն այս 7 մեծ գազագերբությունը իրենց ուղեգից գազագերբություններով բազմաթիվ համայնքներու մեջ, բազմաթիվ երկիրներու մեջ ներկայություն ունին, գործունեություն ունեցած են եւ կշարունակեն իրենց աշխատանքները։ Անշուշտ սփյուռքի տարածքին ուրիշ դարբեր գազագերբություններ, որոնք դեղական բնույթ ունին կամ դեղական ուժերով ստեղծված են, բարձրապես այդ դեղական պետքերը եւ ասենք վահանջները կոհացնելու համար։ Ուրեմն ես երբ որ գնայինեւ գվերլուծեմ այսօրվա սփյուռքի կառույցներու խնդիրները, նկատի ունիմ հիմնականի մեջ այս 7 ասենք գազագերբությունները կամ կառույցները, որ հիշեցի։ Եվ այստեղ է որովհետեւ այս բոլորն երկար կենսակրություն ունեն սփյուռքյան կյանքի մեջ, մանավանդ հետ ցեղասպանության շրջանին կարևոր թեր ունեցած են վերականգնելու հայկական կյանքը, հայկական մշակույթը, եկեղեցին հավատքը սփյուռքյան կյանքի մեջ,
դբրոցներ բանալ եւ այլն բահելու համար հայկական ինքնությունը ուրեմն հսկայական այսպես դաստիարակ դարիներու վրա երկարող գործունեություն ունեցած են եւ կարեւոր թեր խաղացած են սպիրկի հայաբահբանման աշխատանքի մեջ բայց այսօր 21-րդ դարուն գտեսնանք որ շատ գարույցներ սկսած են ծևոմը յետքայլնել կամ հերանալ իրենց հիմնական նպատակները ծառայելու եւ հոսե որ պետք է արիտները ստեղծենք որբեսի օգնենք այս կառույցներուն որբեսի շարունակեն իրենց հանձնառությունը եկող սերունդներու համար բայց այստեղ կա ուրիշ խնդիրը որ պետք է յուրաքանչյուր գազམ་ագերբություն յուրաքանչյուր կառույց նախ եւ առաջ առաջին քայլը պետք է առնի որ ներհայեցողությամբ ինքնաճանաչությամբ հարց տա ինքն իրեն որ այսօր ինչ է մեր նպատակը այսինքն 100 տարի առաջ 120 տարի առաջ ծրված նպատակը լրիվ ուրիշ ասենք աշխատանք կբանջեր եւ ասենք հերանեկարներ ուներ եւ այսօրվա բանջները սպիրկյան կյանքի մեջ լրիվ ուրիշ է ուրեմն այստեղ պետք է նախ հարմարվել ժամանակներու կնշանակե նաեւ հարմարվել նոր սերունդներու բանջքին նոր սերունդի մտածողության եւ այլն եւ հետեւաբար այդ երկխոսությունը պետք է ստեղծվի ղեկավարության հետ ղեկավարությունը եւ իրենց հետևորդները եւ հատկապես այս վարակային երդասարտությունը նոր սերունդը եւ ես նկատի ունիմ 18-ին ասենք 35 տարեկան երբ որ գսենք երդասարտություն այդ ուրեմն միջին խավն է որ կարևոր թերունին եւ հետակա ասենք աշխատանքները հայկական ինքնությունը գենսունակ վահելու մեջ մեծ անելիք եւ դալիք ունի Պաստորեն կարող ենք ասել, որ ըստ ձեր խոսքի եւ ներկայացրած պատմական փաստարկների ներկայիս դասական կառույցները ավելի կարճած են մնացել անցյալին եւ չեն կարողանում բավարարել ներկայիս պահանջները եւ համայնքում ծառացած խնդիրները։ Խոսեցիք նաեւ երիտասարդության մասին, բայց ինչպես պետք է երիտասարդներին դարձնել ղեկավարներ եւ նոր առաջնորդներ ձևավորել համայնքում եւ այս կառույցներում։ Առաջին հերթին շատ ճիշտ այսինքն այս հարցը որ հիմնական հարցերը մեկն է որ գազམ་ագերբությունները գառույցները ինչպես երկար գենսակրություն ունին եւ գարձեք կշարունակեն կորձել մտածել ասկե 40-50 տարի առաջ ինչպես որ ասենք գազམ་ագերբությունը առաջ կերտան նույն մեթոդներով նույն մտածելակերպով բայց այսօր ինչպես ասենք փոխված է ժամանակին անցյալի մեջ մանավանդ սպիրկյան կյանքի հետ կապված հայկականությունը հայկական ինքնությունը միջնորդված էր այս տասական գառույցներու միջոցով այսինքն հայկականությունը as գազམ་ագերբության միջոցներով էր գազམ་ագերբություններու միջոցով որ անհատը սպիրկ բնագո անհատը առնչություն ունենա բայց այսօր կտեսնենք որ անհատը մանավանդ ներկա այս զարգացումներու տեխնոլոգիի եւ այլն բեկչունի կառույցներու միջնորդության ինքը ուղղակի իր ինքնության հետ հայկականության հետ գաբունի առնչված է Հայաստանի հետ ուղղակի գաբեր ունին ասենք բարեկամական ընկերներ եւ այլն ուրեմն իրենք այդ հնարավորությունը ունին դարաճել իրենց ցերկին իրենց ափերում մեջ եւ ուրեմն ինչն է որ գառույցները պիտի դան կամ պիտի հայտարարեն իդարբերություն այդ բոլոր հնարավորությունները որ երդասարտություն ունի այստեղ ուրեմն կարևոր գեդը ինչ է եթե գուզենք որ սպիրկյան կյանքը հայկական իմաստով հայկական ինքնությունը սպիրկյան կյանքի մեջ երկար ժամկետ գենսունակ մնա ուրեմն պետք ունենք գառույցներով որտեղ անհատները գուքան գերտան ժամանակները գանցնին սերունդները կփոխվին բայց չեն գրնար գառույցներու հիմնարկություններու աշխատանքը դանին եւ հոսե որ պետք է մտածենք ինչպիսի գառույցներ պետք ունենք ինչպիսի գազམ་ագերբություններ պետք ունենք
որբեսի այդ շարունակականությունը ապահովի սպիրկյան կյանքի մեջ։ Այլապես հիմա շատ լավ ունենք երդասարտներ, անհատներ, եւ ես դարբեր առիթներով նշած եմ, որ այսօր սպիրկի ուժը անհատներու մոտ է, ոչ թե գառույցներու մոտ։ Անհատներ մեծ կորց գնեն շատ լայնածավալ աշխատանքներ կդանին, որտեղ գրծեր են այդ մտածողություն ունենալ, հերանեկար ունենալ եւ միջոցները հայթայթել, ինչպես նաեւ մասնակիտական իրենց կարողություններով եւ այլն։ Այսօր կտեսնանք Հայաստանի մեջ հսկայական թիվով սպիրկահայեր կան, որոնք մեծ աշխատանք կդանին։ Ուրեմն այստեղ այդ նուրբ խնդիրը ուր է։ Ունենք այդ անհատներու ուժը, ուժականությունը, բայց ունենք դգար գառույցներ, կամ գառույցներ, որ դեղքայլի մեջ են, առաջ չեն երթալ։ Եվ ուրեմն պետք է սևոմը մտածենք, որ այդ հաստատութենական լուծումները գտնենք, որբեսի կամ ներկա գառույցները պետք է փոխվին, որ առաջ երթան, կամ պետք է նորերը կազմակերպվին, ինչպեսի որովհետև սպիրկյան կյանքի մեջ վերջո այդ գառույցներն են, որ կապահովեն լա եկեղեցին, համայնքային ակումբները կամ գետրոնները, դպրոցները եւ այլն։ Դուք ձեր հոդվածներից մեկում բավականին կտրուկ բնորոշումներ եք տվել հենց այդ կառույցներին, որ նրանք անդունդի եզրին են, կամ հուսախաբեցնող են, կամ չափից շատ առասպելականացված են։ Արդյոք այդ կառույցները պատրաստ են ընդունել, որ իրենք այլևս չեն ծառայում նոր այսպես իրականությանը, չեն համապատասխանում դրան եւ արդյոք պատրաստ են փոփոխությունների գնալ։ Գկարծեմ, եթե պատրաստ լայն, մենք հիմա այս խոսակցությունը պիտի չունենայինք։ Ուրեմն դակավին անելիք կորձ գա, դակավին պետք է մտածենք ծևերը համոզելու կամ ծևոմը խթան հանդիսանալու այդ կորձընթացը սկսելու համար։ Ինչպեսի ամենակարևոր գեդերը մեկը նախ յուրաքանչյուր գազագերբություն պետք է կա այն եզրակացության, որ փամը պետք է փոխվի։ Այսինքն հնարավոր չէ նույն ծևով շարունակել։ Բայց շատ անգամ ղեկավարության հարցին գուքան այստեղ։ Հիմա գառույցը, ասենք շենքն է, որ ունիս, բայց այդ շենքի մեջ ով գաբրի, այդ շենքը ով կղեկավարե, վերջո բնակիչներն են, չէ՞։ Եվ այդ շենքը ունի իր ղեկավարությունը, որ դրսևորեն խնդիրներ լուծեն եւ այլն։ Ուրեմն մենք այդ գառույցները մեզի հասեր են որպես ենթացենք հիմա բարձրապես պատկերավոր բաներ, որպես շենքերը ունենք, որ ժամանակին կառուցվել են, գեղեցիկ են իրենց, բայց այսօր գարձեք թադարգ են կամ շատ քիչ մարդիկ կան։ Ուրեմն ղեկավարությունը մեծ թեր ունի այս գործընթացի մեջ, որ նախ անդրադառնամ, որ եթե մենք պիտի շարունակենք, նախ եւ առաջ ճշտեմ, որ ինչ է մեր առաքելությունը այսօր 21-րդ դարում։ Եթե գուսակցություն ենք, ինչ է մեր քաղաքական նպատակը այսօր 21-րդ դարում։ Եթե եկեղեցի ենք, եթե բարեփորձական գազագերբություն ենք, ինչն է մեր այսօրվա առաքելությունը սպիրկի կյանքի մեջ, դարբեր երկիրներում մեջ, Լիբանանի մեջ, Ամերիկայի մեջ, Կանադայի մեջ, Ռոմանիո մեջ, այսինքն դարբեր երկիրներում մեջ նույն ասենք նպատակներ կան, բայց նաև դարբերություններ կան։ Այնպես չէ, որ նույն մեթոդը կամ նույն ծրագիրները պիտի աշխատի բոլոր դերերում։ Ուրեմն այդտեղ ավելի մանրամասն աշխատանք կա դարվելիք, որ նախ գազագերբությունը վերանայի, որ մենք 100 տարի առաջ կամ 500 տարի առաջ, 1000 տարի առաջ ստեղծվել ենք եկեղեցու բարակային, այսօր 21-րդ դարում դվյալ երկրի մեջ ինչ է մեր առաքելությունը, անեկա ճշտենք, եւ հետո ինչպես այդ առաքելությունը կյանքի պիտի գոչվի։ Հիմա մենք շատ անգամ մեր գառույցները ըլլա Հայաստան, ըլլա սպիրկի մեջ հայտարարություններով, իղձերով, գենացներով գարտահայտենք մեր նպատակները կամ մեր առաքելությունը։ Եվ կգանքնենք այդտեղ հաջորդ հարցը չենք տար, որ շատ լավ, եթե այս է մեր նպատակը, այս է մեր հերանեկարը, ինչպես պիտի կործադրվի ալի։
Շատ անգամ ինձ ալգսը, ադի ուրիշներու կորզն է, մենք պետք է ճշտենք։ Շատ այսինքն մեկ բան է փափակ ունենաս, հերանագար ունենաս, ուրիշ բան է որ ցուն այդ փափակը եւ հերանագարը կորզատրես եւ յանքի գոչես։ Եվ ճիշտ հոս է որ մեր գառույցները այդ կորզնական մասը չեն գրծած ճշտել որ ինչպես պիտին։ Եվ այս խնդրին կապված է անշուշտ նյութական եւ մարդկային միջոցներու խնդիրը։ Հիմա շատ անգամ մենք մեր ասկային կյանքի մեջ հերանագարներ ունենք, մեծ սպասմունքներ ունենք, բայց շատ քիչ կխոսենք, որ ինչպիսի միջոցներ պետք են այդ երազները, այդ նպատակները կորզատրելու համար։ Մարդ ուժ, չէ՞, այսինքն վերջը ծրակիրը թուղթի վրա պիտի մնա, եթե մարդ ուժը չունենք, անհատները չունենք, որոնք պիտի այդ ծրակիրը բանեն, քալեցնեն եւ առաջ տանեն։ Իսկ նույնքան կարևոր որ միջոց պետք է, չէ՞, նյութական։ Եվ պետք է մտածենք, որ եթե մեր եթե ծրակիրներ դինենք, ինչպիսի նյութական նաև ներդրում պետք է ունենանք այդ ծրակիրը հաջողությունելու համար։ Շատ անգամ կտեսնենք, որ մեր փափակած ծրակիրը ընելու համար մենք այդ նյութականը չունենք։ Ուրեմն հոնգը գենանք եւ պատրաստ չենք վերանայելու դերես փոքրացնենք այդ ծրակիրը մի քիչ, որ մեր միջոցներով կարենանք կորզատրել։ Ուրեմն այս նաև կորզնական խնդիրները կան, որ ընդհանրապես դուրս կցկենք մեր խոսույթի մեջ, լա Հայաստան, լա Սպիրկի մեջ եւ հոս է որ ինչպես նշեցիք հոդվածներուս մեջ ագսեն, որ պետք չէ այդպես գենացներով մեծ երազներով դարվենք, այլ նաև օրվա վերջը նայենք, որ կորզնական ինչ կրնանք այսօր մենք գնել, որբեսի վաղը այդ մեր ըրածը արդյունք տա։ Պարոն Չիրիգիրյան, իհարկե այն թեմաների մասին, որ խոսում եք, բավականին կարևոր եւ առանցքային են, բայց ոչ ոք չի կարող վստահ հասել, արդյոք այդ ձեր նշած դասական կառույցների ներկայացուցիչները արդյոք կարդում են այս թեմաները, որոնց մասին դուք խոսում եք, այս հոդվածները, եւ հետաքրքիր է դուք ուղիղ քննարկումներ կամ հանդիպումներ ունենում եք որևէ կառույցների ներկայացուցիչների հետ, որպեսզի ձեր խոսքը ավելի ուղիղ փոխանցեք եւ ավելի հեշտ տարբերակով փոխանցեք նրանց եւ ինչ որ փոփոխությունների կարողանաք հասնել այսպիսով։ Շատ լավ հարց է, անշուշտ ես ուղագի հարաբերություններ ունիմ կամ գխոսիմ, բայց անբաշտոն գերբով անհատներու հետ, բայց ոչ բաշտոնավես գազագերբություններու հետ, բայց խնդիրը ես այսինքն իմ առաջարկներս միակը չեն ուրիշներա որ գխոսիմ, այսինքն մենք որպես մասնակիցներ, որպես փորձառություն ունեցող կյանքի փորձը ունեցող սպիրկյան կյանքի մեջ մեզի գինա որ ասոնք մատնանշենք ախտաջանաչում ունենք, բայց նաև ես միշտ կփորձեմ կորզնական քայլեր առաջարկել, այսինքն ոչ թե միան թվարկել խնդիրները, այլ ինչպես կարելի է այդ խնդիրները լուծել։ Իմ բանս այն է, որ դպավորությունս վստահաբար գարույցներու ղեկավարներ գգարտան կամ դեղյակ են այս մսածներուս, բայց գարձեք դակավին այդ պատրաստակամությունը չունին եւ գրնա լալու բաճարները գադում, գնալալ որ իրենք միջոցները չունին կամ վստահությունը չունին, որ պետք է հաջորդ քայլը առնեն, չնայած որ իմ առաջարկներից մեկը այն է, որ ներգրավեն օրինակ երիտասարդները, բամը որ շատ հեշտությամբ, ասենք վաղը իսկ կրնան 5-10-15 երիտասարդ իրենց շրջապատի մեջ հրավիրեն իրենց ժողովներուն եւ ասեն որ ասե մեր վիճակը ինչ կգարձեք, ինչ, այսինքն սկսին այդ չեմ գիտեր որ ինչին կսպասեն այդ աշխատանքը կնելու համար։ Իթե բսեմ որ երիտասարդներ ես կշեշտեմ եւ նաեւ կանանց ներգրավումն ալ մեծ խնդիր է այսօր գազագերբություններու մեջ։ Շատ քիչ կանայք կան ղեկավար մարմիններու մեջ։ Ասա կգարձեմ խնդիրը եւ պիտի կրեմ այս մասին եւ որ ժամանակը լավ ուրեմն երիտասարդություն կանայք որ մեծ ներուժ են մեր ասկային կյանքի մեջ եւ գիտենք որ օրինակ կանայք շատ կորզնական եւ հաջողակ են իրենց սերնարգություններու մեջ
լա սկսյալ ընտանեկան կյանքի մեջ, հասարակության մեջ եւ ինչու չօգտագործենք այս ներուժը, որ ունենք եւ միան ասենք դղամարդիկը լան այդ ղեկավար որոշում առնող ղեկավար մարմինները։ Ուրեմն այստեղ գտեսնենք, որ դարբեր խնդիրներ կան այս հարցերու շուրջ, որ բան չեն, այսինքն պետք է ավելի քայլ առ քայլ մեկ-մեկ նայենք, որ ինչ են խնդիրները եւ ադոր համաձայն լուծումներ գտնենք։ Եվ նաեւ ինչպեսի ես կարծեմ, որ նաեւ մեր գարույցներու ղեկավարությունը կարծեք պատրաստ չեն այս փոփոխությունները կատարելու կամ վերանայելու, բայց ինչ կտեսնենք, գրեթե բոլորն ալ գխոսի միասնականության մասին։ Որտեղ ուրիշ կարծեք բան չունեն ասել։ Եվ ինչ կնշանակի միասնականություն, լավ միանանք, բայց ինչ նպատակի համար, նպատակը ճշտեցեք։ Ես օրինակ չեմ գիտեր ասկան որ միջամուխ եմ ասկային կյանքի մեջ, մանավանդ սպիրկի մեջ, դակավին չեմ լսած կամ չեմ գարտացած, որ այս 7 գազམ་ագերությունները, որ հիշեցի, որ ասոց ղեկավարությունը հավաքվել են եւ քննարկել են եւ հայտարարությունը չեմ գարտացած որևէ մեկտեղ եւ վստահ չեմ, որ արդյոք կա նման գործընթաց, այսինքն նայեցեք առաջին քայլը, որ շատ հեշտությամբ կգարձեմ կարելի է անել, չէ՞, որ այս 7 ղեկավարներ, ասեն 7 հոգի ասենք, կամ 10 հոգի նախ կան հավաքվեն մեկտեղ եւ առաջնահերթություն տնեն, որ այսօրվա մեր խնդիրները ինչ են սպիրկի մեջ, Հայաստանի մեջ։ Եթե իբր սպիրկ պիտի նայենք, սպիրկի խնդիրները ինչ են, եւ այնտեղ են կոնե 2-3 հիմնական խնդիր ճշտվի, չէ՞։ Եվ ատկե հետո քայլեր առնվին թեբի այդ լուծումները կամ թեբի ինչպեսի ես կսիրեմ կորձածել գենսունակ կամ թե բահբանելը ուրիշ բան է, բայց գենսունակ բահել հայկական ինքնությունը եւ մշակույթը սպիրկյան կյանքի մեջ։ Ասե ամենամեծ խնդիրը։ Եվ եթե ղեկավարությունը այս խնդիրով պիտի չսպառվի, ուրեմն մնացյալ բաներ են, գողնակի խնդիրներ են։ Շնորհակալ եմ հարցազրույցի համար, պարոն Չիլինգիրյան։ Շնորհակալություն։ Հարգելի հեռուստադիտողներ, հիշեցնեմ, որ տեսակապով զրուցումը սփյուռքագետ հասարակաբան, հայկական ինստիտուցիոնալ ծրագրերի ղեկավար եւ գործադիր Հրաչ Չիլինգիրյանի հետ կհանդիպենք։